դեմքի խնամքը ճիշտ պահպանելու համար նշված է հեռախոսահամարը, նշված են Facebook-յան ու Instagram-յան էջերը, դուք պարբերաբար կարող եք հետևել, իսկ մենք զրուցենք դոկտոր Աշխեն Դանիելյանի հետ։ Մենք իդեպ ասենք, որ այո, Facebook-ում կրկին ուղիղ եթերը մեր շարունակվում է եւ այնտեղ էլ մեզ հետևում են մեր հեռուստադիտողները։ Իդեպ, հարգելի հեռուստադիտողներ, հենց այս բանին շատ լավ տարբերակ է ու հնարավորություն ձեզ համար ձեր հարցերն ուղղել, այո, եւ լայվ տարբերակով մենք բնականաբար են հարցերը, որոնք անմիջական կապ ունեն հենց դեմքի խնամքի հետ, դոկտոր Աշխենին կարող եք դիմել եւ նա սիրով կպատասխանի հենց ուղիղ եթերի ընթացքում։ Դոկտոր Աշխեն, ինչպես են առհասարակ, հա, մեր հեռուստադիտողները, ձեր հաճախորդները վերաբերվում իրենց դեմքի խնամքին, ինչքան լրջություն են ցուցաբերում այցելությունների առումով։ Բավականին լուրջ են վերաբերվում, այո, իհարկե դա միշտ աշխատանքի արդյունքի գրավականն է։ Այո, բոլորն են լուրջ են վերաբերվում, հետևողական են, իրենք լսում են ձեր ցուցումները, դե հաշվի առնելով որոշակի բացառություններ իհարկե լինում են։ Որքանով է անհրաժեշտ, իդեպ դուք շատ գեղեցիկ եք այսօր, միշտ եք գեղեցիկ, բայց այսօր յուրահատուկ եք շատ, այսպես ամերիկյան celebrity եք հիշեցնում, այո, ու ինչքանով է կարևոր ձեզ համար նույնպես, այդ հետևողական լինելը հաճախորդի, որովհետև ինչպես ասացիք, այո, դա արդյունքի 90%-ը կախված է հետևական լինելուց։ Եթե կա խնդիր, այդ խնդիրը պետք է լուծվի եւ հետեւաբար դա որոշակի պրոցեդուրաների քանակից է կախված, որ որոշակի ընթացքում պետք է պարտադիր կատարվի, որպեսզի արդյունքը երկար սպասել չտա իրեն, հա։ Եվ ես միշտ ասում եմ, եթե խնդիր կա ու պետք է մենք զբաղվենք, դա առաջին հարցն է, ում պահանջն է, որ եթե գալու եք հետևողական, ուրեմն մենք միասին աշխատենք, եթե չէ, ոչ ձեր ժամանակը ծախսեք, ոչ էլ իմ եւ ժամանակը եւ աշխատանքը, որովհետեւ եթե դուք հետեւական չեք գալիս, արդյունքը չեք տեսնելու, հա, հետո պետք է ասեք, գիտեք, ինչ գնացինք այնտեղ եւ մեզ դա չօգնեց։ Եվ ոչ մեկ այդ դեպքում չի մտածել, որ դա ընդհանրապես ոչ թե մասնագետի խնդիրն էր, այլ ոչ հետևողական աշխատանքի տվյալ պացիենտի կողմից։ Միանշանակ շատ կարևոր է հետևել։ Հասկացա Արտավազ։ Լավ, ես բաց եմ փակագծերը, ես պիտի գնայի, բայց ժամանակի բերումով, քանի որ որոշ բաներ եղան մեր տան մեջ, փոփոխություններ այսպես լավ առումով։ Ոչ ավել պակաս զավակ ծնվեց։ Այո, զավակ ծնվեց։ Ես չկարողացա գնալ, բայց անպայման պիտի շարունակեմ իմ պրոցեդուրաները, որովհետև ինձ համենայն դեպս շատ օգտակար է եւ ես ինձ շատ լավ եմ զգում, երբ գտնվում եմ այդ պրոցեդուրաների ընթացքում, դրանից հետո առավել լավ ես զգում քեզ։ Հատկապես երբ արդյունքը ակնհայտ է։ Պիտի անպայման ժամանակ ունենալ, ին պարագայում այս լարվածության հետ գտնել այդ ժամանակը գնալ անպայման, բայց ինչքան ժամանակ է հարկավոր տրամադրել, ենթադրենք մի քիչ խնդիրներ ունեցող մաշկի համար։ Դա շատ ինդիվիդուալ է, բայց այսպես է, միջինը, հա, միջին մոտավորապես մի 2-ից 3 ամիս դա պետք է եւ հետեւական պետք է։ 2-3 ամիս ինչ պարբերականությամբ։ 2 շաբաթը մենք, 3 շաբաթը մենք ես եմ ասում, կախված խնդրի խորությունից, լրջությունից, որ ամբողջ օրը չէ, այնպես չի, չէ, ուղղակի շատ կարեւոր է, որ այդ հետեւական, որտեվ եթե դու այսպես բացում, ինչ որ նյութերով աշխատում ես, դա պետք է ազդեցություն ունենա տվյալ մաշկի վրա, տվյալ բակտերիայի վրա, հա, այս դեպքում եթե ունենք օրինակ ակնեև խնդիր մաշկ կամ եւ այլն, այսպես 2 շաբաթը մեկ դա հենց այնպես չի էլի ասված, տվյալ նյութի ազդեցությունը դա 2 շաբաթվա ընթացքում աշխատում է, հա, եւ հետո դու նորից ես ենթարկում ազդեցության տվյալ խնդիրը եւ պարբերաբար ազդեցության ենթարկվից հետո վերջնականապես մենք ունենում ենք խնդրի լուծում։ Իսկ բաց թողումների դեպքում դու գալիս ես էլի առաջին կետ, ինչից որ սկսել էի։ Ահա, այդպես է լինում, ոնց որ դու նորից 0-ից սկսում ես աշխատել։ Այսինքն մի բան եմ ուզում հարցնել։ Երաժշտությունն է, քո շարժումների հետ լավ պարտել ես։ Առհասարակ կանայք աղջիկներ, ինչու ոչ, նաև տղամարդիկ այդ ակնեների շրջան երբ ունենում են, տարիքային լինի, ոչ տարիքային, համենայն դեպս մաշկը հաստատ ունենում է այդպիսի խնդիրներ, արդյոք հնարավոր է պրոցեդուրաների միջոցով ակնիներից հետո, երբ արդեն անցել են, լինում են մեկ-մեկ սպիեր, փոսիկներ, այո, իհարկե։ Հնարավոր է արդյոք պրոցեդուրաների միջոցով շատ հետաքրքիր հարց տվեցիք, շատ տենց ակտուալ, շատ էֆեկտիվ պրոցեդուրաներ ունենք, սկսած պիլինգների, վերջացած միկրոդերմաբրազիայով, վերջացած կարբոնային պիլինգով, որ փուլ առ փուլ այդ փուլերը կատարելուց հետո միանշանակ մենք տեսնում ենք այդ արդյունքը, ծակոտքեն է ավելի հարթանում, մաշկն է ավելի գունաբացում, եթե սովորաբար լինում է եւ պիգմենտացիա եւ փոսիկներ, հա, այդ ակնեներով խնդիրներից հետո մենք բավականին լավ արդյունք են տեսնում պացիենտները։
Որ նյութն է, աշխեն, որ խորհուրդ կտակ, բրենդերի մասին չի խոսքը, առհասարակ, չգիտեմ, տոնիկներ, լվացման հեղուկներ, դեմքը, հա, դիմահարդարում, ոչ դիմահարդարում, առհասարակ, որ յուրաքանչյուրը մաշկի բալանսը, հա, որովհետև գիտենք, որ մաշկն ունի բալանս, որը չարաշահելու եւ քչացնելու դեպքում կարող է բալանսը խախտվել, որ նյութն է կամ որ միջոցն է, որ մարդ միջինում պիտի միշտ օգտագործի։ Էմա ջան, եւս շատ ակտուալ ծեծված հարց տվեցիք, ինձ միշտ ասում ինչ խորտ կտակ օգտագործել։ Ես միշտ պատասխանում եմ, որ այն ինչ որ դուք ձեր մաշկին փորձել եք, այն ինչ որ դուք տարիների ընթացքում օգտագործել եք, դա օգտագործեք ու պետք չի դա փոխել։ Այսինքն ամեն անգամ պետք չի վազել նոր բրենդի հետևից, որովհետեւ մի հատ ինչ որ գովազ տեսան, գնանք դա վերցնենք, օգտագործենք, չէ։ Մաշկը շատ տենդենսը կա է։ Այո, մաշկը փորձադաշ չի, որովհետեւ եթե դու ինչ որ մի միջոց օգտագործում ես, ու կապ չունի գինը, կապ չունի բրենդը, որովհետեւ շատ անգամ շատ բրենդային եւ շատ թանկ միջոցը կարող է մեկ մաշկին ընդհանրապես չգալ, այսինքն տվյալ մաշկ ունենա ռեակցիա, ունենա տարբեր ալերգիկ երևույթներ եւ կարա շատ ավելի ցածր արժեք ունեցող ոչ որևէ բրենդային բան տվյալ անձի մաշկին ավելի հարմար լինի։ Այստեղ կարևոր է որ մի քիչ գրագետ մոտենալ, այսինքն մեր մաշկի բալանսը պետք է պահել 4.5-ից 5-ի սահմաններում, այսինքն տվյալ նյութը որ դու դա լինի տոնիկ, դա լինի դեմքը մաքրող որևէ հեղուկ, ուղղակի նայեք վրան գրված pH 4.5-ից 5.5, pH 4.5, դա շատ լավ, որովհետև դա այն միջավայրն է, որը որ թույլ չի տալիս, որ մաշկի վրա բակտերիաներ զարգանան։ Այսինքն հիմնային միջավայրում մենք ունենում ենք այդ դեպքում ոչ շատ խոնավ, ոչ շատ չոր, ոչ թե ոչ ինքը հիմնային միջավայրը թույլ չի տալիս բակտերիաների զարգանալը մաշկի վրա։ Այդ պետքա պահել այդ բալանսը։ pH 4 4.5-ից 5.5, հա։ Այդ ջրերի վրա էլ կա գրված։ Հա, ասենք այդ միցելյարնի, հա, միցելյար ջուրը որ մաքրում են մաշկում, բայց ես միշտ ասում նույն այդ միցելյար հեղուկների դեպքում շատ լավ է որ օգտագործում են, բայց պետք է անպայման մաշկը լվանալ, հետո նոր մաքրել տվյալ հեղուկով, այսինքն պետք չի այն որպես հիմք հանդիսանալ, որ մաքրել։ Ես գիտեմ շատերին որպես դիմահարդարման հանելու միջոց, դա այդքան էլ ճիշտ չէ, լվացեք մաշկը, այդ տոնային քսուկը պետք է մաքրվի, ճարպը պետք է դուրս գա մաշկի վրայից, հետո նոր եթե ուզում եք օգտագործեք այլ։ Դե ջերմաշճանով է ճիշտ օգտագործել դեմքը, հատկապես երբ դիմահարդարված ես ու պիտի լվանաս այդ հեղուկներով։ Ոչ շատ տաք, ոչ շատ սառը, գոլ։ Բայց շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ սպա կենտրոններում երբ գնում ես, չգիտեմ դեմքի համար, շատ դեպքերում այդ շատ տաքացրած սրբիչները անգամ դիմահարդարման վրա դնում են, հետո նոր սկսում են մաքրել։ Այդպիսի տարբերակներ կան։ Դե այդպիսի տարբերակներ կան։ Սխալ է դա երևի։ Ոչ թե սխալ է, դա շատ կոմֆորտ է տվյալ դեպքում, հա, մաշկի համար, հա։ Սխալ չեմ կարող ասել, բայց դե տաքացրած այդ ձեր ասած սրբիչը դա լրիվ ուրիշ է եւ դու եղման ջրով ես լվանում քո դեմքը, դա լրիվ ուրիշ է, այո։ Մանավանդ եթե դու պարբերաբար ես լվանում որտեղ դա բերում է ծակոտիների լայնացմանը, ճարպագեղձի ավելի շատ ճարպ են արտադրում, հա, այդ դեպքում պետք է միշտ գոլ ջրով լվանալ, ոչ շատ սառը, ոչ շատ տաք։ Արտավաս ուզում ես գովազդը հայտարարել։ Չեն թողնում խոսեմ, այո, ես էլ հարցեր ունեմ, ինձ էլ հետաքրքիր հարցեր կա։ Հիմա ասում են որ գովազդը դա դու ասա։ Գովազդներ եթե ունեմ։ Այն հետև կվերադառնանք շարունակենք։ Զրույցը շարունակում ենք 760 209 30 77 հեռախոսահամարով կամ 12 307 Ventura Boulevard հասցե կարող եք այցելել Studio City եւ այնտեղ ունենալ ավելի առողջ մաշկ, դեմք, Շնորհակալություն Արտավազ, կարող եք գնալ։ Ես Դոկտոր Աշխեն։ Լավ կատակ եմ անում։ Դե մի հարց էլ հիմա դու տուր։ Ինձ էսպիսի մի հարց է հետաքրքրում, այդ վաղուց էր հետաքրքրում, ճիշտն ասած, ուղղակի որոշեցի նոր տալ, որովհետև նոր տրվեց ինձ խոսափողի հնարավորություն։ Մեր մոտ առհասարակ հայերիս մոտ եւ առհասարակ մարդկանց մոտ կա մի էսպիսի կարծրատիպ, որ մենք գնում ենք օրինակ բժիշկի, մեզ տալիս են այս բաները, հետո ասում են մի օր էլ կգաս, մի օր էլ կգաս, մի օր էլ կգաս, մի օր էլ կգաս ու դրան վերջ չկա։ Դրա համար մենք որոշում ենք չգնանք բժիշկի, ասում ենք դե լավ, մենք մեզնով կանենք։ Հիմա նույնը այս պարագայում։ Արդյոք կա այս ամենին վերջ, օրինակ ես եկա պրոցեդուրան սկսեցինք, դուք ասում եք 2-ից 3 ամիսը միջին հաշվարկով կա։ Հետո բա Հետո կա էլի ոչ, հետո նայեք, եթե մաշկը ունեցել է խնդիր ու մենք հիմա լուծել ենք խնդիրը, չէ, հետո այն է որ ամիսը 1 կամ ամիսու կեսը 1 պարբերաբար պետք է գալ եւ մաշկը խնամել, այսինքն մեկ նայել, հասկանալ խնդիրը ինչ փուլում է եւ սովորաբար ամիսու կեսը 1 նորմալ իրենց մաշկի խնամքի այցելություններն են կազմակերպում, այսինքն դեմքի մաքրումը դա նորմալ է որ ամիս
կամ 1 ամիս ու կես 1 դուք գաք ու այդ պրոցեդուրաները անեք, հետո ուղղակի սովորաբար արդեն ընկնում են իրենց ընթացքով փուլի մեջ։ Այնպես որ հավերժ պետքա գաս, ոչ, տենց ինչը նորմալ է ինձ թվում։ Ճիշտը դա է։ Դե հա, պիտի պարբերաբար գնաս, ոնց որ օրինակ, չգիտեմ, մերսման էս հաճախ չէ, վերցնում են էտապներով գնում են, որպեսզի կարողանան ամբողջությամբ կարգավորել։ Ինչևէ, խոսենք մի փոքր այսպեսի մի հարց տանք, որը որ հիմա շատ ակտուալ է։ Մարդիկ առհասարակ հա ուզած-չուզած տենդենսների գերին են դառնում ու բնականաբար այդ ժամանակակից տեխնոլոգիաներն էլ ուզած-չուզած նույնպես գրավում են, ամեն իրեն կատարելագործելով նոր բաներ է առաջարկում։ Մենք գիտենք, որ ձեզ մոտ սրահում գործում են գրեթե բոլոր նորարարական տեխնոլոգիաների այսպես ներկայացված ապարատները, բայց դրանի հավելում մի նոր բան է եկել, որը եւ տենդենսը եւ արդեն ձեզ մոտ էլ կարող են LED լույսերով դա վաղուց կարող է ոչ մենք անգամ չենք խոսել դրա մասին, այո կա, որը որ մի քանի այսպես ասած ինքը այդ ապարտենսների կասեմ մի քանի լուսային երկարություն ունեցող հա լույսեր, կարմիր, ինֆրակարմիր, ճառագայթների կանաչ, կապույտ, հա տարբերություն կա։ Իրենք այս դեպքում օրինակ կարմիրը օգտագործվում է ակտիվ մաշկի դեպքում, որ ինքը կանխում է տվյալ բակտերիան, կանաչը երիտասարդացնում է մաշկը, հա, կապույտը ավելի եթե մենք ունենք մաշկի վատ գույն, հա, այդ թորշնած մաշկի գույնը դեպքում է օգտագործվում, իսկ տարբեր լուսային երկարություններ լուսային ալիքներ երկարություն պարունակող ապարատներ, որոնք որ արդեն ըստ կախված մարդու խնդրից պրոցեդուրայի վերջում մոտ 5-10 րոպե դժվում է դեմքի վրա։ Շատ լավ, ուրիշ ինչ սարքավորումներ ունենք, ինչ սարքավորումներով ենք մեր հեռուստադիտողին ու հաճախորդին մաշկը լավացնում։ Ունենք ուլտրաձայնային մաքրման, հա, սարքավորումները, որը որ հիմնականում մաշկի խնամքի դեպքում, որը ռեգուլյար կատարվում է բավականին օգտավետ ու լավ պրոցեդուր, ունենք միկրոդերմաբրազիայի ապարատ, դա ալմազների գլխիկներով այո պարունակող, էլի մաշկի խնամքը, մաքրումն է ապահովում, հա, եթե ունենք պիգմենտացիայի դեպքում են շատ ակտուալ ունենք կարբոնային պիլինգի ապարատուրան, որը որ նաև էլի եւ մաշկի խնամքների դեպքում է օգտագործում եւ որպես որոշակի պրոցեդուրաների ընթացքում ակնեների դեպքում, հա, որը նպաստում է ծակոտիների նեղացմանը, մաշկի գունաբացմանը, այսինքն ապարատները շատ են, պրոցեդուրաները շատ են, կախված խնդրից, արդեն դու տեսնելով մաշկը դու ինքդ որոշում ես, ինչ փուլերով պետք է աշխատել տվյալ մաշկի հետ, որն է ավելի լավ, հա, իսկ եթե մաշկը խնդիր չունի, ասենք այսպես ինչ որ մի ծրագիր է որոշվում, որ ամեն ամիս մի պրոցեդուրա ենք անում, այսինքն այս ամիս արեցին կարբոնատային պիլինգը, մյուս ամիս անում ենք օրինակ ուլտրաձայնային մաքրումը, հաջորդ ամիս անում ենք սա, որ փուլերով արդեն կարողանանք եւ բացի արդյունքից, որ տվյալ պացիենտն էլ զգա իրեն մաշկի վրա, որ պրոցեդուրան իրենց ինչ է ներկայացնում ու այդպես ճիշտ է ամեն անգամ ինչ որ մի բան փոփոխել ու մաշկի աշխատի։ Գալիս թե ես կարող եմ ասել օրինակ այս սարքը ինձ դուր է գալիս, չգիտեմ, կարող եք շատ եմ կարդացել, լսել եմ, որ սա լավ է։ Իհարկե կարող եք ասել, բայց այդ դեպքում արդեն ձեր մաշկի գնահատականը տալուց հետո ես պետք է որոշեմ այդ արժի հիմա դա անել, թե մի քանի պրոցեդուրայից հետո նոր կարելի է տվյալ պրոցեդուրան անել։ Իսկ այսպեսի մի քիչ ռետորային հարց, բայց ամեն դեպքում ակտուալ։ Արդյոք հնարավոր է մաշկի երիտասարդ տեսքը, հա, այդ տարիները պահպանել ու բնականաբար, այսպես բնական կերպով, հա, հունով անցնել տարիների մեծացման առանց սրսկումների, պարզապես ճիշտ մշակման դեպքում ստանալ լավ, ձիգ, հարթ մաշկ։ Ձգումներով։ Նայեք, եթե այսպես 25 տարեկանից սկսած մեր մոտ կոլագենի քանակը իջնում է 0.05%, այդ բոլորը գիտեն։ Հետևաբար 50-ից 55-ից հետո արդեն դա ավելի ակտուալ է դառնում, հա, այդ ճակատային հատվածում միմիկական կնճիռների առաջացումը, հա, այս շրթունքների հատվածում, հա, քիչ շրթունքային հատվածում։ Մի տեսակ ոնց որ ջրազրկված լինի մաշկը, չէ՞։ Բայց էլի Էմա ջան, եթե դուք այո միշտ հետևեք ձեր մաշկին, հա, որը որ միշտ ասում եմ, դա մի քանի խնդիրներից է կապված, նորմալ սնունդ, հանգիստ քուն, գենետիկա, այդ ամեն ինչը կապ ունի։ Եվ իհարկե, եթե դուք հետևում եք մաշկին ձեր եւ ծերացումն է ավելի ուշ լինում եւ ինքը ավելի խնամված տեսք է ունենում։ Իհարկե, եթե դուք ոչինչ չանեք ամբողջ կյանքի ընթացքում, հետո գնաք, չգիտեմ, 50 տարեկան կամ 50-ից ավելի մաքրումանել ու ինչ որ ֆիլեր ու բոտեքսներով որոշել մաշկը պահել, այդ էլ խնդրի լուծում չի, բայց ես ինքս դեմ չեմ այդ կարեկցիաներին, որովհետեւ այո, դեմք կա որ պետք է, տարիք կա որ իրոք դա պետք է անել, բայց այդ ամեն ինչը պետք է զուգակցել, այսինքն եւ մաշկը խնամել եւ անել տվյալ սրսկումները կամ ներարկումները, այսինքն դա մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչու եմ հարցնում։ Օրինակ ես երբեք սրա մասին չեմ խոսել, առաջին անգամ եմ եթերում, հա, այսպես
հանրության առաջ խոսում, իմ մաշկի դեմքը, իմ առհասարակ իմ մաշկը այնպիսի մաշկ է, որ չի ընդունում, ուղղակի չի ընդունում։ Ես փորձ կատարել եմ 1-2 անգամ, իմ մաշկի վրա անգամ 5 օր չի մնում, այսինքն ցույց չի տալիս ու բժիշկն ասաց, որ քո տեսակները հազվադեպ են, բայց լինելու դեպքում այդպես է, այսինքն ինձ այդ նույն ֆիլերներ, նույն սրսկումներ, իմ մաշկը չի պահում։ Էմիջանը շատ ինդիվիդուալ է, то есть դա կախված է ամեն մարդու որոշումից, որ ինքը պետք է հասկանա իր դեմքին, իր մաշկին, որ պրոցեդուրան է ավելի լավ, որ դեպքում է ինքը իր ուզած արդյունքը տեսնում, բայց ես էլի կնշեմ սրսկումները եւ այդ բոլոր տիպի ներարկումների միջամտությունները դեմքի խնամքի, մաշկի խնամքի հետ ընդհանրապես կապ չունեն։ Դրանք բոլորը տարբեր պրոցեդուրներ են։ Բայց չկա որ օրինակ դեմքի վրա աշխատած լինեն վտանգավոր ենթադրենք ինչ որ գործողություն անելը, բան, չգիտեմ։ Դե եթե դեմքի վրա կան օրինակ ֆիլերներ, բան իհարկե կոսմետոլոգիական որոշակի պրոցեդուրաներ չես կարող անել, հա, որովհետև այնտեղ կարող է տաքացման process է գնում եւ այդ ֆիլերները ուղղակի կարող են ավելի շուտ ներծծվել։ Դրա մասին պիտի ձեզ նախապես տեղեկացնել։ Հա, հա, դրա մասին նախապես տեղեկեմ, բան արդեն մենք ենք որոշում ինչ պրոցեդուրան դու պահի տակ նույն ալտերնատիվան գտնում ես, դա ինչը կար, տվյալ պրոցեդուրան ինչը կարելի է փոփոխել եւ ստանալ նույն արդյունքը։ Եվս այսպեսի մի հարց մեր զրույցը կարծես ավարտին է մոտենում, արդյոք հնարավոր է, գիտեմ որ հնարավոր է, բայց ձեզ մոտ կիրառվում է այդ պրոցեդուրան, երբ մաշկը ուղղակի այսպես թթվածնով են հագեցնում, այդպես եւ կարծես ներարկեն, բայց ոչ ասեղային էլի, մաշկը ինքը մի հատ թարմանում է, թթվածնով է լցվում ու առհասարակ այսպես մի քիչ անգլերեն պիտի ասեմ ջուսի տեսք է ստանում, հա, այսինքն խոնավեցված, լավ հագեցած տեսք է ստանում։ Լավ հարցվեցիք, դրա համար ունենք մենք շատ լավ պիլինգներ, հա, որը ստիպում է որսի մաշկը ինքն իրեն սկսում է արտադրել իր կոլագենը եւ ներսից իրեն օգնում է դեպքում եւ մանր կնճիռներն են հարթամ եւ մաշկի գույնն է բացում։ Նույն պացիենտը միշտ պրոցեդուրից հետո ասում որ դեմքը սկսեց շնչել։ Այդ իհարկե այդ պրոցեդուրաները կան։ Իմ այդպես եղել է, անկեղծ թեթևություն են զգում ու իհարկե ունենք Շատ լավ, ես առաջարկում եմ քեզ, Էմմա, մի անգամ այցելել։ Ես մի շաբաթ անպայման, այո, ամեն շաբաթ օրը գրեք Էմմայի անպայման ես կբերեմ Էմմային, Էմման ընդունի եւ իհարկե արդեն կհասկանա։ Շնորհակալություն դակտոր։ Մենք վստահ ենք, որ կան շատ հարցեր, որոնք մենք չտվեցինք տաղավարում, բնականաբար այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ ամբողջը։ Այն հեռախոսահամարը, որ տեսնում եք այս պայն ձեր էկրաններին, հարգելիներս զանգահարեք, տվեք ձեր հարցերը դոկտոր Աշխեն Դանիելյանին, նա սիրով կպատասխանի դրանց եւ իհարկե ձեր ժամն ու օրը նույնպես ֆիքսեք, այլ ավելի գեղեցիկ, առողջ, թարմ ու երիտասարդ մաշկ ունենալու համար եւ որ ամենակարևորն է առողջ մաշկ ունենալու համար, այդ ամենից անկախ ամենակարևորը դա է։ Շնորհակալություն դոկտոր Աշխեն Դանիելյանին, շնորհակալություն Էմմա քեզ հետաքրքիր զրույցի համար։ Քեզ էլ։ Ես մեծ սիրով հետևում եի։ Հիմա իմ ժամանակն է։ Շնորհակալություն, գովազդ այս պայն մեր եթերում կհանդիպենք կարճատև գովազդից հետո Լենիկ Յափունջյանն է գալու լեհատվությամբ միացեք մեզ, եթե չեք միացել դեռ սուրճն էլ անպայման պատրաստ եք։ Համեցեք։ Ինչ խոսամ տեղը հանեմ։